Ողջույն հայրենակիցներ, 21:00 4 ապրիլի 2025 թվական։ Ցանկությունս առաջ եկավ Հայաստանի լուրերին ծանոթանալով, այսինքն մոտ 2 շաբաթ է ինչ ուղղակի զզվանք է առաջացնում այն իրադարձությունները, որ կատարվում են հայրենիքում։ Արդեն 7-րդ տարին է Հայաստանում պետական հասկացողությունը մոռացվել է։ Պետություն բառի իմաստը ընդհանրապես չեն կարողանում իմի բերել ուղեղներում և հասկանալ, թե պետության գործունեությունը ինչու է կայանում։ 7 տարի է անընդմեջ ամեն օր, ամենօրյա ծրագրով խոսելու փառատոն է Հայաստանում։ Խոսում են մեծամասամբ այն մարդիկ, ովքեր ուրիշ զբաղվածություն չունեն, իսկ զբաղվածություն չունեցող քաղաքացիների քանակը երևի 50%-ից ավել է։ Եվ հասկանում եք, խոսել ինչ-որ մի թեմայի, ինչ-որ մի եղելության, ինչ-որ մի պետական որոշումներ իրոք կատարող ծրագրի մասին է բացահայտորեն Հայաստանում չկա։ Եվ ես հիշեցի, թե ինչպես 7 տարի առաջ Վավայի վիժվածքը քայլարշավ էր իր ուսապարկերի հետ միասին կազմակերպել, մոտեցել էր Երևանին և ճանապարհի կամերաներից կախված ասում էր հարություն զիմզիմով կտեսնեք ինչ եմ անելու։ Ուղղակի մի խեղկատակ, մի տհաս անձնավորություն, որը այդպիսով կարողացավ դեգեներացված հանրությանը բերել այն մտքին, որ փողոցային տհասը կարող է պետություն ղեկավարել, փողոցային տհասը կարող է պետություն ղեկավարել այն դեպքում, երբ որ շրջապատված է թշնամիներով, որ պատերազմի վտանգը կախված է դամոկյան սրի պես մեր պետության և ժողովրդի գլխին։ Ուղղակի մի քանի կադր ցուցաբերեմ, թե ինչպես է իրեն պահում այս խոսացող խելակոռույցը։ Խնդրեմ լսեք և դիտեք նրա միլիոն դրամ աշխատավարձ է ստանում, գումարած պարգևավճարները, որոնց հետ կապված ժողովրդի դժգոհությունները շատ են զայրացնում Փաշինյանին։ Էլի բանը, պարգևավճարը, մեր բաները տարան, պարգևավճարը վճարեցին։ Նրա ընդդիմախոսները։ Մեր բաները Հայաստանում նախարարը 1.5 միլիոն դրամ։ Հասկանում եք, ուղղակի հոգեբույժին, եթե ցուցադրենք այս կադրերը և ցանկություն չունեի, թեկուզ այդ կադրերն էլ ինձ մոտ կան, համացանցում կան, երբ որ նա կախված կամերայից գոռում էր հարություն զիմզիմով ես գալիս եմ, կամերաները վերացնելու եմ։ Հասկանում եք, ուղղակի բառապաշար էլ չունի, թե ինչպես է լրագրող իրեն անվանում, դա էլ, այսինքն այդպիսի հասարակության մեջ նա լրագրող էլ կլինի և վարչապետ էլ է դարձել։ Այն բաները, ինչ բաները, ինչի մասին է խոսքը, այ տհաս, այ անգրագետ ողորմելի մորթապաշտ քաղքենի տհաս,
Վավայի վիժվածք։ Ցավալի է, բայց փաստ է։ 7 տարի է եւ Աստծո ամեն օր այսպիսի խոսքի շոու է Հայաստանում։ Թե այս տհասը եւ իր ուսապարկերը, որ կառավարություն եւ ազգային ժողով են կազմել, թե ընդդիմությունը, ոչ ոք չի խոսում պետության մասին, ոչ ոք չի խոսում, որ այս պետությունում ոչ թե այսպես զզվելի խոսքակռիվ է պետք, այլ ուղղակի պետք է պետականաշինություն։ Ինչպես կարելի է պետականության մասին խոսել եւ կառուցել, եթե չկա այդպիսի ծրագիր։ Ինչի մասին է խոսքը։ Արդյոք այս 7 տարվա ընթացքում տեսել եք, որ զբաղվեն արդյունաբերությունով, որի հիմնովին քանդողը Լևոն Տեր-Պետրոսյանն է, որը մեր հայրենիքի դիմակայելու հզոր ուժը, որ ստացել էինք ՍՍՀ-ից, վերացրեց ընդամենը 1-2 տարվա ընթացքում։ Արդյունաբերական մի հզոր պետություն դարձրեցին վաշխառուների, առևտրականների մի շուկա, բազար, շուկա էլ չի։ Ինչի մասին է խոսքը։ Ով է լսել կառուցողական մի ծրագիր, մի առաջարկ եւ գործունեություն։ Չկա այդպիսին, որովհետեւ վերացել է Հայաստանում բոլոր այն միջոցները, որով կարելի է պետություն կառուցել։ Եվ դա այն դեպքում, երբ որ թշնամին ատամները սրած սպասում է հարմար մի վարկյանի, որպեսզի հարձակվի եւ վերցնի այն, ինչը դեռ թողել են այսպես կոչված Հայաստան Հանրապետությանը։ Աշխարհում միգուցե անհնար է, չի կարող, ես մտածել եմ, որոնել եմ, այդպիսի կառավարություն գոյություն չի ունեցել, որը կարող է ասել այդ սարերում 6 ամիս ձուն է, կամ ինչ է այդ մի լճի 30%-ի համար պատերազմ ենք սկսելու։ Եվ տրամաբանական է, որ տասնյակ հազարավոր տարիներ Հայաստանի այն մասը, որ միշտ մնացել է ինքնակառավարվող, Արցախը թշնամուն տալ։ Եվ զարմանալին այն է, որ այդ տհասը նույնիսկ հպարտանում էր դրանով։ Ես շատ լավ հիշում եմ, երբ այդ դավաճան ստահակ թշնամին հայտարարեց ազգային ժողովում, ախոռում ավելի ճիշտ կարելի է ասել, որ ես հպարտ եմ մեր պարտությունով։ Եվ ինչու եք զարմանում, որ նա հետագայում ստորագրեց այդ թշնամական, դավաճանական փաստաթուղթը։ Եվ ինչպես կարելի է դրանից հետո այսպիսի ստահակին թույլ տալ գոնե մի վարկյան գոյատևի այդ այսպես կոչված հանրապետությունում։ Զարմանալի է, շատ ցավալի է։ Եվ վերջին 2 շաբաթվա ընթացքում ինչ որ քաղաքապետի ընտրություններով են զբաղված։ Սարիկը թե բարիկն է ընտրվելու։ Ինչի մասին եք խոսում։ Լեննական, որը արդյունաբերական կենտրոն էր, ՍՍՀ-ում տեքստիլ արդյունաբերության առաջնեկն էր։ Ինչի մասին է խոսքը։ Ամբողջ ՍՍՀ-ին տեքստիլ արտադրանքով էր ապահովում։ Ես անձամբ եմ ճանաչում մարդու, որի մականուն էր Չուլոշնու, որը դեռ երկրաշարժից հետո ստեղծել էր այդ կործանված քաղաքում մի գործարան իր հայրենական գյուղում, որը կարող էր նույն տեմպերով, նույն մասշտաբներով
տեքստիլ արդյունաբերության արտադրանքով ապահովել ոչ թե միայն Հայաստանին, այլ նաև նախկինում ՍՍՄ-ի ամբողջ շուկային։ Եղել եմ Լեննականում։ Լեննականի այսպես կոչված ավտորիտետների հետ եմ նույնիսկ հանդիպել։ Կոլեմիշան, Սատկածը, որոնք հայրենանվեր մարդիկ էին։ Արդյունաբերության մասին ընդհանրապես մոռացել են Հայաստանում։ Իսկ ինչպես կարող է թշնամիներով շրջապատված արդեն 600 տարի այս ստահակ քոչվորները չորքոտանի, որոնց մասին ես ցուցադրել եմ, միայն ես եմ ցուցադրել, որ դրանց գեներում դեռ կենթանական շունչ է, որ նրանք կենթանուց չեն տարբերվում, ավելի ճիշտ գազաններից չեն տարբերվում, և գազանի հետ ցանկանում եք մուրալ խաղաղություն, ինչի մասին եք խոսում, մոռանալ Արցախը, մոռանալ մեր հպարտությունը, մեր Արարատը, մոռանալ 1,5 միլիոն զոհվածներին, ինչի մասին եք խոսում։ Դուք հասկանում եք, որ ոչ մի պետականաշինական խոսակցություն էլ չի գնում։ Բառապաշարն եք դարձրել մի քաղքենի տհաս արտահայտությունների հավաքածու։ Տեսլական, խոսույթ, լիքը ժողովուրդ կար, ինչի մասին է խոսքը։ Լրջորեն ոչ ոք չի հասկանում ինչ է կատարվում աշխարհում։ Չեն հասկանում, որ նոր վերաբաժանում է աշխարհում ընթանում։ Եվ տհաս, ստահակ, անգրագետ ինչ-որ Եվրոխումբ Եվրոպա է մեզ տանում։ Եվրոպայից որևիցե մեկը հրավիրել է ձեզ, կամ այն հրավիրվածները, խաբնվածները, որ հիմա Եվրոպայում են իբր թե, ինչ են ստացել, կորցրել են իրենց արդյունաբերությունը, կորցրել են պետականությունը, կորցրել են մարդկային պատկերը։ Ռումինացիներն ու բուլղարացիները, նույնիսկ լինելով Եվրոպայի խորհրդում, մինչև այս տարի նրանք իրավունք չունեին առանց անձնագրի Մաստրիխտյան այլ երկրներ գալու։ Նավերով և օդանավերով իրավունք չունեին։ Անձրագրային ստուգում պետք է անցնեին։ Իսկ այդ պետությունները Ռումինիային ձեռք են առնում, Չաուշեսկուին տհաս այդ անգրագետ ազգը ռումինացիները սպանեցին, իսկ հասկանում եք Չաուշեսկուն ինչ էր արել։ Նա ՍՍՄ-ից խռոված 10 տարվա ընթացքում սեղմելով այսպես կոչված գոտիները կարողացավ արտաքին պարտքը վճարել, փակել էր պարտքը և ՍՍՄ-ից ոչ մի օգնություն չէր ստացել։ Իր նավթ արդյունաբերությունը զարգացրել էր, հասցրել էր այն բանին, որ կարող էր արդեն ինքնուրույն անկախ պետականություն վարել։ Իսկ Բուլղարիայի մասին ընդհանրապես չեմ խոսում։ Բուլղարիայում Տոդոր Ժիվկովը մի խելացի բան էր արել։ Նա բոլոր թուրքերին, ովքեր մնացել էին Բուլղարիայի տարածքում, ստիպեց, որպեսզի ազգանունները փոխեն։ Համարյա նույն առաջարկը ես Եվրոխորհրդին եմ արել։ Եթե ցանկանում եք փախստականների այս հոծ արշավը դեպի Եվրոպա կասեցնել, մի հասարակ օրենք ընդունեք, ով ցանկանում է եվրոպացի դառնալ, պետք է կնքվի։ Ոչ թե 10 միլիարդ Թուրքիային տալ և ասել քչացրա փախստականների հոսքը դեպի Եվրոպա։ Իսկ Թուրքիան այդ գումարը հարություն աշճան հակառակ կերպով
օգտագործում է որպեսզի ավելի շատ մուսուլմանների ուղարկի Եվրոպա եւ բոլորը ворց։ Հասկանում եք ինչ է կատարվում։ Հասկանում եք, որ ռուսաֆոբությունը հասել է այն աստիճանի, որ արդեն Ամերիկայի զարգացած ամենապատվով տնտեսագետ, քաղաքագետը Եվրոխորհուրդ է եկել եւ ելույթ է ունեցել բացատրելով, թե ինչ է կատարվում աշխարհում։ Բացատրելով եւ մանրամասը ապացուցելով, թե ինչ է կատարվում վերջին 33 տարվա ընթացքում ամբողջ աշխարհում։ Ջեֆրի Սաքսը Կոլումբիայի համալսարանի գլխավոր դիրեկտորներից մեկն է։ Նա եղել է Ստահակ Գորբաչովի, ալկոհոլիստ Ելցինի, Կուչմայի նույնիսկ, Լեհաստանում է եղել Լեհաստանի պրեզիդենտի խորհրդական, բոլորի խորհրդականներն է նա եղել։ Եվ այդ մարդը քաջ ծանոթ է ամերիկյան քաղաքականությանը։ Նա շատ լավատեղյակ է, թե ինչ է կատարվում աշխարհում եւ ինչ է կատարվելու։ Նա ուղղակիորեն Եվրոպարլամենտում ելույթ ունենալով զարմացրեց եվրոպացիների, Եվրոպարլամենտի անդամներին։ Նա ուղղակիորեն ասեց, որ դուք եք մեղավորը։ Но взрослые люди в Европе это повторяют. Եվրոպարլամենտի В Европе ելույթն вы է являетесь верховным Ջեֆրի Սաքսի։ представителем. Это просто чушь. Это даже не геополитика для детей. Это просто несерьезно. И так началась война. С какой целью Путин ее начал? Я могу вам сказать, с какой целью. Он хотел заставить Зеленского пойти на переговоры о нейтралитете. Не могут делать, что хотят. Это не наше дело. Но взрослые люди в Европе это повторяют. Լսեցիք, անմիջապես ինքը տեղյակ է եղել այդ բոլոր հանդիպումներին։ Նույնիսկ Ստահակ Զելենսկին, երբ որ գնացել էր Անկարա, Թուրքիա, խորհուրդներ ստանալու, այնտեղ էլ է եղել, քննարկել է բոլոր հարցերը եւ ամենակարևորը, ինչպիսի համագումարի է եկել մարդը։ Նա 14 թվականին, երբ որ Ղրիմը ետ վերցրեց, ոչ թե գրավեց, այլ ետ վերցրեց հանրաքվեով, Պուտինը դրանից առաջ միակ ցանկությունը, որ Ղրիմի թերակղզում, Սևաստոպոլում մինչև 2042 թվականը ռուսական նավային բազան մնար ռուսական ղեկավարության ներքո։ Նույնիսկ ապացուցեց Ջեֆրի Սաքսը, որ հյուսիսային գազամուղերը դա Ամերիկան է պայթեցրել։ Եվ եվրոպացիներին տահաս Եվրոխորհրդում համոզում էին, որ դա ուկրաինական, սկսեցին խաբել, թե դա ռուսներն են տրաքեցրել, պայթեցրել, հետագայում վերջապես իբր թե Լեհաստանից մի քանի ուկրաինացի եկել են եւ պայթեցրել են այդ գազամուղերը։ Բացեիբաց ասեց, որ դա Եվրոխորհրդում է նախոսում Ջեֆրի Սաքսը, որ դա Ամերիկան է կազմակերպել։ Հասկանում եք ինչ է կատարվում։ Իսկ Հայաստանում խոսում են սարիկն է ընտրվելու, թե բարիկը։ Ինչի մասին եք խոսում։ Էլ ուրիշ
Սա ուղղակի ազգային հիվանդություն է դարձել։ Տհասների մի խաժամուժ, որ խոսելուց բացի ոչ մի ունակություն այլևս չունի։ Եվ տեսակ այդ խեղաթյուրված շիզոֆրենիկի ժեստիկուլյացիան։ Ինչի մասին է խոսքը։ Դուք հասկանում եք ինչ է կատարվում։ Չեք հասկանում։ Եվ ինչ կարելի է պահանջել այդ հասարակությունից։ Ինչ կարող են նրանք անել։ Ընդհանրապես ոչինչ։ Մի մարդ, եթե իր պարտությունով հպարտանում է դրանից հետո այդ տհասին, այդ խեղկատակ ստահակին նորից վերընտրում են պետության ղեկավար, ինչի մասին է խոսքը։ Կործանված ազգ, կործանված պետություն։ Ետ դառեք, չեմ ցանկանում քաղաքականության մասին խոսել։ 60, 70, մինչև 80 թվականների կեսերը ուղղակի վավերագրական հայկական ֆիլմեր նայեք։ Նայեք մարդկանց դեմքի արտահայտությանը, աչքերին, իրենց պահվածքին, իրենց խոսելուն, բառապաշարին, որովհետև բարեկեցիկ պետության քաղաքացիներ էին նրանք։ Եվ Տիկին Խզմալյանն ու մյուսները, այդ ստահակները, արդյոք հասկանում են, որ Եվրոպան կործանվելու է։ Ջեֆրի Սաքսը, որպես միջազգային ամբողջ վերջին 40 տարվա ընթացքում տևած գոյություն ունեցող գլխավոր իրողությունների հետ կապված մարդը, որը խորհրդական է եղել։ Գիտեք ինչ է ասում։ Ասում է, որ Եվրոպան որպես միավոր գոյություն չունի։ Եվրոպան եւ ՆԱՏՕ-ն դրանք տարբեր բաներ են։ Իսկ եվրոպացիները ՆԱՏՕ-ն ըմբռնում են որպես Եվրոպա։ Մարկ Ռուտը Նիդերլանդների մինիստրպրեզիդենտն է եղել։ Քաջ ծանոթ եմ նրա գործունեության եւ քաղաքականության հետ։ Դեպի պատերազմ։ Դա է նրա կոչը։ Իմիջիայլոց ես քանիցս բացատրել եմ, որ Նիդերլանդները այն պետությունն են, որոնք այսքան փոքրիկ պետությունը 42,000 քառակուսի կիլոմետր տարածքով աշխարհում երկրորդ միրգ եւ բանջարեղեն արտահանող երկիրն է։ Ամերիկայի սուպերմարկետների տերերի 50%-ը հոլանդացիներ են։ Իսկ ամենակարևորը Եվրոպայի միակ պետությունն է, որ միկրոչիպեր է արտադրում եւ բարձր որակի։ Թայլանդը աշխարհում առաջինն է, բայց Եվրոպայում առաջինը Հոլանդիան է եւ որակով գերազանցում է Թայլանդում արտադրված միկրոչիպերին։ Հասկանում եք ինչպիսի պետության ղեկավար է նա եղել։ Դառնալով ՆԱՏՕ-ի ղեկավար, դարձել է ուղղակի մուրացող մի անձնավորություն, որը Ամերիկայից մուրում է օգնություն։ Օգնություն ինչի համար։ Ջեֆրի Սաքսն ասում է, Ռուսաստանին չի կարելի դիպչել։ Եվ պետք է ընդհակառակը Ռուսաստանին օգնել, որպեսզի Ռուսաստանը մնա որպես երկրորդ գլխավոր պետություն աշխարհում։ Ես համաձայն եմ նրա այդ մտքի հետ։ Համաձայն եմ, սակայն ոչ թե այժմյան կառավարության ղեկավարությամբ։ Այնտեղ էլ կառավարությունը մի մարդու ձեռքում է, որը բարեկամախնամիական հասկացողություններով է ղեկավարում Ռուսաստանը։ Եվ ստիպված նրան ճնշել են, բացատրել են,
որ չի կարելի, կկորցնենք մեր պետականությունը։ Եվ ստիպված նա գնացել է ողջամիտ քայլերի։ Եվ Եվրոպան, որը տենչում է դառնալ Ամերիկայի վասալը, Ջեֆրի Սաքսը գիտեք ինչպես բացատրեց։ Նա մի ֆորմուլա ասեց։ Նորից եմ կրկնում, Եվրոպարլամենտում է նրա ելույթը։ Հրավիրել էին, որ դաստիարակի այդ տհասներին։ Ասեց Ամերիկայի թշնամի լինելը վտանգավոր բան է։ Սակայն Ամերիկայի բարեկամ լինելը մահացու է։ Հասկանում եք ինչ է սա նշանակում։ Եվ քաղաքականության մասին նա ուղղակի արտահայտվեց Եվրոպայի քաղաքականության մասին, արտահայտվեց այսպես. սա երեխայական հասկացողություն է քաղաքականության, սակայն մեջ բերեց իր կնոջ դիտողությունը, որ երեխաները կնեղանան, այդպես մի կոչիր։ Իմ այսօրվա ցանկությունը նորից ձեզ թափեցնելու կոչ է, որ պետք է վերացվեն բոլոր այն ինստիտուտները, որոնք խանգարում են մեր պետությունը պետություն դարձնելուն։ Սկսած ազգային ժողովը մի խայտառակություն։ Հասկանում եք, ստիպված այսօր նայել եմ, թե ինչ է կատարվում։ Թոշակների մասին խոսալով ստահակները հրաժարվում են թոշակները բարձրացնելուց եւ ինչ որ թվեր են ասում, որ ընդհանուր առմամբ 360 միլիոն դոլար են ծախսել այդ ծրագրի համար, որից հրաժարվում են։ Եվ հասկանում եք, ինչ ահռելի թվեր են ասում։ Բայց թոշակները ընդհանուր առմամբ թոշակառուի համար վերջին 7 տարում 2000 դրամով է բարձրացել։ Եվ տհասներ, որոնք այս հասկանում եք, այս շոուով կերակրում են ստամոքսի արգազմ ցանկացող ամբոխին։ Եվ իրականության մեջ ինչ է կատարվել։ 7 տարվա ընթացքում մեր արտաքին պարտքը կրկնապատկվել է։ Եվ այդպես էլ պետք է լիներ պետություն, որը չունի պետականության հիմքեր, արդյունաբերություն, այդպես պետք է լինի։ Եվ խելակորուս շիզոֆրենիկը լսում եք ինչ, լսում եւ տեսնում եք ինչպիսի ժեստիկուլացիայով է խոսում պարգևավճարների։ Մեր բաները ո՞րն է, այդ տհաս, անգրագետ սարսափելի է սա։ Սա ողբերգություն չէ, սա Աստծո անեծք է։ Ցավալի է, բայց փաստ է։